9 տարի առաջ Ադրբեջանը մոբիլիզացրել էր բոլոր զորամիավորումներն Արցախի վրա հարձակվելու, Ստեփանակերտի վրա վերահսկողություն ունենալու համար։ Այսօր հրավիրած ասուլիսում խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրել է նաև, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ստանալով ուժեղ հակազդեցություն ադրբեջանական կողմն է դիմել Ռուսաստանին, որպեսզի հրադադար հաստատվի։ Աբրահամյանի խոսքով ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության բանակը եւ օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ արել է հարձակումը կասեցնելու համար։ Այս պատերազմում 4-օրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ունեցել է 75 զոհ, հետագայում ապրիլ ամսվա ընթացքում, երբ որ իրավիճակային որոշակի լարվածություններ եղան, ճիշտ է դրանք էսկալացիա չվերածեցին, բայց այդ լարվածությունը պահպանվում էր, ապրիլ ամսվա ընթացքում, այսինքն ապրիլի 5-ից հետո գրանցվեց եւս 13 զոհ եւ ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ մարտական գործողությունների այդ 4 օրվան գումարած ընդհանուր առմամբ գրանցվել է 88 զոհ։ Այն բնագծերը, որոնք ունեցել են որոշակի կորուստներ, ընդհանուր առմամբ հեկտարային առումով դրանք եղել են 470 հեկտար։ Չնայած առաջին փուլում դրա մասին տարբեր գնահատականներ են հնչել, բայց հետագայում պաշտպանության բանակը նաև ճշգրտեց այդ հիմնական կորուստի հատվածը, որը հեկտարներով արտահայտված 460 հեկտար էր կազմում։ Իդեպ նախորդին ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցին մեր անդրադարձում նույնպես հայկական կողմի կորուստների սխալ տվյալներ ենք հնչեցրել, հայցում ենք հեռուստադիտողի ներողամտությունը։ Դեռևս 2020-ին 5-րդ ալիքի հաղթանակի ապրիլ փաստավավերագրական ֆիլմում մեր թիմը հաշվարկել էր ճշգրիտ տվյալները, որ հայկական կողմը ոչ թե 100-ից ավելի զոհ է ունեցել, այլ 75, իսկ տարածքային կորուստները ոչ թե 800 հեկտար են եղել, այլ 460 հեկտար։